դատական նիստի վերաբերյալ ասել, որովհետև շատ հետաքրքիր քննարկում տեղի ունեցավ, վկան այնուամենայնիվ հրաժարվեց հարցերին պատասխանելուց, բայց կարծես թե դատական կողմը դա ինչպես հասկացանք իրավաչափ չհամարեց։ Ես այստեղ երկու մասի կբաժանեի հարցը, իրավունքի հարց, որ վերաբերում է բոլորիս, յուրաքանչյուրիս, եւ փաստի հարց, որ վերաբերում է կոնկրետ տվյալ վարույթին։ Կոնկրետ տվյալ վարույթի առումով ես հայտարարեցի եւ հիմա էլ ուզում եմ հրապարակավ հայտարարեմ, չկա որևէ վկա, որի ցուցմունքը մեր համար կարող է որոշակի խնդրահարույց լինել։ Սա միանշանակ։ Այդ թվում նաեւ այն վկան, որ հրավիրված էր այսօր։ Եվ մեզ համար միանշանակորեն, այսպես, եթե այդ տեսանկյունից նայենք, ես հատուկ սա ասացի, որովհետեւ տպավորություն հանկարծ սխալ որևէ մեկի մոտ չձևավորվի։ Այդ թվում նաև ներկայիս վկայի այսօր հրավիրված վկայի մասին է խոսքը։ Բայց միաժամանակ մենք յուրաքանչյուրս պարտավոր ենք հարգել մեր սահմանադրությունը, մեր օրենքները եւ տվյալ դեպքում բերվեց իմ պատկերացմամբ շատ սկզբունքային փաստարկ այն մասին, որ տվյալ անձի հետ առնչություն ունեցող, սերտ առնչություն ունեցող ՍՊ-ի ողջ հաշվապահությունը եղել է արգրավված եւ մինչ օրս վերադարձված չի եղել, ինչը հիմք է, որպեսզի ցանկացած անձ, մենք յուրաքանչյուրս կարող ենք մեզ դնել հարցաքննվողի փոխարեն, ունենա ողջամիտ ենթադրություն, որ կարող է այդ տվյալները, այսինքն այդ հարցաքննության արդյունքները կարող է իր նկատմամբ որոշակի քրեական հետապնդման վտանգ լինի եւ այն տվյալները, որ այսօր ներկայացվեն, դրանք կարող են օգտագործվել այդ քրեական հետապնդումը հարուցելու կամ չհարուցելու մասին որոշումն ու հարուցելու մասին որոշումը կայացնելու համար։ Սա իր դեմ չվկայելու իրավունքը կամ լռության իրավունքը այն համատեքստում, երբ որ որոշակի փաստական տվյալներով է ամրացված, դա բացարձակ իրավունք է, դա սահմանադրական բացարձակ իրավունք է եւ յուրաքանչյուրիս է տրված։ Եվ իրականում ես նաեւ խոսում եմ նրա մասին, որպեսզի դատավարության մասնակիցների համար պարզ լինի, որ կա տարբերակում, այսինքն այնպես չի, որ ցանկացած վկա կարող է ասել, ես չեմ ուզում հարցերին պատասխանել։ Դա այդպես չի։ Միայն այն դեպքում, երբ կա ողջամիտ ենթադրություն, որ հարցերի պատասխանները կարող են որոշակի առումով օգտագործվել անձի դեմ։ Իսկ մենք գիտենք մեր երկրում ինչպես են քրեական հետապնդումները հարուցվում։ Ես ուղղակի ուզում եմ նաև վերաբերելիությունը չգիտեմ, բայց մեջբերեմ այսպես համարժեք մի օրինակ։ Երբ որ իմ պաշտպանյալներից մեկին ժամանակին Նարեկ Սամսոնյանի մասին է խոսքը, այդ հայտնի Իկրայի գործով ինչ էին արել։ Մարդը տվել էր որոշակի տեղեկություն, այսինքն որոշակի բաներ գրել իր Facebook-յան էջում, ինչ որ ուղիղ եթեր էր արել, ինչ էր արել, եւ դրանից հետո կանչել էին հարցաքննության, նա հրաժարվել էր որոշակի այդ հարցաքննության արձանագրությունը ստորագրելուց, որտեղ իր պնդմամբ այնտեղ ավել բաներ էին գրած եղել, բայց դա խոչընդոտ չէր հանդիսացել, որ սուտ մատնության ուրեմն հանցակազմով, որը շատ նման է ցուցմուկ տալուց հրաժարվելու հանցակազմերին, քրեական հետապնդում հարուցային, բերեն հասցնեին դատարան եւ միայն այսպես վաղեմության ժամկետը անցնելու կապակցությամբ եւ այն կապակցությամբ, որ դատարանը ուղղակի չէր ձևակերպել։ Մի խոսքով, բերեցին հասցրեցին դատարան։ Մենք մինչև վերջ պնդեցինք, որ սա այսպես հանցանք մեր կողմից չի իրականացվել, բայց օրինակ ինչ եմ բերում։ Օրինակը բերում եմ ցույց տալու համար մեր մոտ արկա, լավ չասեմ, արատավոր բառը այս պահին չօգտագործեմ ոչ ճիշտ պրակտիկա, որ մեր մոտ արկա է։ Սա է հարցը։ Եվ իմ պատկերացմամբ պետք է այս հարցը դիտարկել հենց այս տեսանկյունից։ Այսինքն առաջին մարդու իրավունքի տեսանկյունից առհասարակ, որը վերաբերում է յուրաքանչյուրիս, եւ այն մտավախությունները, որոնք կարող են օբյեկտիվ լինել, եւ երկրորդ առանձին պետք է դիտարկել տվյալ գործի տրամաբանության շրջանակներում։ Ես հատուկ նշեմ, որ չկա որևէ վկա, որի որևէ ցուցմունք մեր համար խնդրահարույց է։ Եվ պարոն Մելիքյան, մեղադրող դատախազը նշեց, որ արձանագրեց, որ վկան հրաժարվում է ցուցմունք տալուց։ Դրանից հետո ինչ քայլեր կարող են հաջորդել, ինչ որ միջնորդությամբ հանդես գա մեղադրող դատախազը կամ ինչ։ Եթե անձը ցուցմունք տալուց հրաժարվում է ոչ իրավաչափորեն, ապա դա որոշակի իրավական հետևանք կարող առաջացնել, որտեղ մեր երկրում առկա է ուրեմն ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն։ Մենք
այդ հնարավոր վարույթի, եթե այդպիսի վարույթ իհարկե լինի, մենք դրա կողմ չենք։ Եվ ես չեմ ցանկանա որևէ լրացուցիչ բան ասել, քան ես ասացի դատարանում։ Բայց կարևոր է, որպեսզի յուրաքանչյուրս հատկապես իրավաբանները խաղի կանոնները հստակ պատկերացնեն։ Եթե արկա է օբյեկտիվ տվյալ են մասին, օբյեկտիվ տվյալ, ոչ թե սուբյեկտիվ ենթադրություն, ողջամտորեն ենթադրելի է, սա է համանդրության եւ քրեական դատավարության օրենսգրքի տերմինը, որ կիրառված է, որ կարող է անձի համար անցանկալի հետևանքներ առաջացնել, դա մարդու բացարձակ իրավունքն է։ Եվ այն փաստարկը, որ բերվեց, դա շատ յուրահատուկ, քիչ պատահող եւ կարծում եմ ողջամտության մասին խոսող փաստարկ էր։ Իսկ ինչ վերաբերում է դրա հավանականությանը կամ անհավանականությանը, ամեն դեպքում վկայի փաստաբանը նշեց, որ նաև նախաքննության ընթացքում է վկան երկրորդ անգամ հարցաքննվելիս ուրեմն այդ բոլոր փաստաթղթերը վերցվել են առաջի հարցաքննությունից հետո։ Այսինքն փաստաթղթերը վերցնելուց հետո նա հրաժարվել է ցուցմուկ տալուց եւ նախաքննության մարմինը ամեն դեպքում որևէ միջոց չի ձեռնարկել քրեական հետապնդում հարուցելու կամ որևէ այլ կերպ ոչ իրավաչափ համարելու ուղղությամբ։ Այսքան բան ես կարծում եմ, որ ավել բան այսօրվա նիստի հետ կապված մենք չունենք ասելու։ Շնորհակալություն։ Այսքանով ավարտվում